Պետք է սնվել օրական 3-ից 4 անգամ, ոչ պակաս։ Օրը անպայման սկսում եք ոչ թե սուրճով, այլ սկսում եք որևէ նախաճաշով։ Թող դա լինի 2-3 գտալ որևէ շիլա, որը կպատի ձեր ստամոքսը։ Սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը պիտի լինեն բալանսավորված։ Եթե արդեն դուք ունեք խնդիրներ ստամոքսի հետ կապված, պետք է բացառեք կծու թթու համով բոլոր ուտելիքները, տապակած ուտելիքները։ Մսամթերքներից կարելի է օգտագործել սպիտակ թռչնամիսը, բուլյոնները, խիտ բուլյոնները այս этаպում չենք օգտագործում։ Կաթնամթերք, եթե չունեք վքնածություն, եթե լավ եք տանում, կարող եք օգտագործել։ Հաց օգտագործում ենք երկրորդ օրվա հաց։ Բացառում ենք կոպիտ բջջանյութը։ Բոլոր բանջարեղենները եւ մթերքները այս ընթացքում սուր շրջանում պիտի լինեն եփված խաշված վիճակում։ Այդտուն բանջարեղենը կարելի խորովել։ Բոլոր տեսակի ֆաստ ֆուդերը, բոլոր տեսակի երշիկեղենը մենք հանում ենք։ Եվ շատ կարևոր հանգամանք այն մարդիկ, ովքեր ունեն ստամոքսի բարձր թթվայնություններ, ռեֆլյուքսային գործոն, պետք է բացառել նանայով ժողովրդական ասած դաղձով թեյը։ Շատ հաճախ ստամոքսը ցավում է, նանայով թեյ ասում են հանգստացրեք։ Այդ հանգստանալը գնում է ուղղակի տաքության հաշվին, իսկ նանան ինքը բերում է կարծրափականի բացմանը եւ թթուն լեղին ավելի շատ է հետ գնում։ Կարելի օգտագործել ուղղակի թթվայնության ժամանակ ամենապարզ միջոցը, եթե դուք տանեք, զգում եք, որ այրոց ունեք, խմում եք մի քանի բաժակ գոլ ջուր, ամենալավը դա է։ Եթե ունեք թունավորման երևույթներ ձեզ մոտ, ասենք, տանեք, ձեր կողքը բժիշկ չկա, կարող եք թույլ սոդայաջրով, գոլ ջրով, մոտավորապես մի 3-4 բաժակ օգտագործել դա, մաքրել ձեր ստամոքսը, բայց դա չի վերաբերվում այն մարդկանց, ովքեր տարիներով սոդայաջուր են խմում։ Դա եզակի դեպքերին թունավորումների ժամանակ կարելի է մաքրել օրգանիզմը։ Եվ այդ սուր դեպքերում, երբ որ կա այդ թունավորում, շատ հաճախ ասում են ինչ ուտեք, բացարձակ ոչինչ պետք չէ ուտել։ Առաջի 2 օրը մենք պահպանում ենք ջրային ռեժիմ, օգտագործում ենք շիլաներ, մինչև ստամոքսը կանավի նոր կանցնեք ձեր կյանքի։ Գաստրիտը բուժվում է, եթե այն բակտերիալ վարակով է պայմանավորված, լինի դա գաստրիտ, լինի էրոզիա եւ խոց։ Եթե այն պայմանավորված է հելիկոբակտերով, ամբողջ աշխարհում այդ բուժումը 14 օրյա բուժում է եւ նույնիսկ Նոբելյան մրցանակ ստացան, երբ որ մենք խոցով բուժում ենք անտիբիոտիկներ եւ խոցը փակվում է, այնպես որ այն լիակատար բուժվող հիվանդություն։